Նորարարական գաղափարների ազդեցիկ ոճով տարածման հայտնի հարթակը TED-ը հայկական մի նոր նախագիծ բացեց Միացյալ Նահանգների հայ համայնքի համար։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ինստիտուտի եւ TEDx Երևանի գործակցությամբ տեղի ունեցավ TEDx Little Armenia, որի միջոցով այստեղ ապրող կայացած ու հաջողակ հայերը ճանաչելի կդառնան համայնքին ու աշխարհին։ Պատմական համագործակցություն է TEDx Երևանի եւ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտական ինստիտուտի միջև, որ բեմ բարձրանան ամերիկահայ ձայներ TED-ի ճանաչված պլատֆորմի տակ եւ ինստիտուտի գիտական եւ ակադեմիական հենքի արդյունքում։ Բեմում վառ կարմիրով հայտնի TED-ի լոգոյի կողքին մեր երկրի անունը տեսնելը բացառիկ է, ասում են կազմակերպիչները։ TED-ը սովորաբար միջոցառումներն արտոնում է միայն քաղաքների անունով։ Մեր դեպքում Հայաստանի անունը հայտնի լոգոյում ներառվեց Լոս Անջելեսի Little Armenia-ի շնորհիվ։ Հիմքում ընկած է մի կարևոր բան, որ այն սերը, որ մենք Սփյուռքից ստացել ենք, հետ տանք Սփյուռքին, եւ նաեւ մենք միջոցառում ունենանք, որտեղ որ հայերը գալու են եւ զգալու են իրենց միասնականությունը, աշխատելու են այդ ուղղությամբ, ունենալու են երկխոսություն, քննարկելու են այն բաները, որոնցից մենք խուսափում ենք, բայց կարեւոր են։ TED-ը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի բեմում տեսնելը պատմական են համարում նաև համալսարանի ղեկավարները։ Նորարարական մտքի համաշխարհային բրենդի մուտքը 1.5 դարի պատմություն ունեցող համալսարան ակադեմիական ու նորարար մտքի մեկտեղման հաջողված ձևաչափ է։ Սա անհավանական միջոցառում է եւ աննախադեպ է մեզ համար լինել հյուրընկալը մասնավորապես այս քաղաքում, որտեղ հայ համայնքն այնքան կարեւոր եւ արժեքավոր է։ Հպարտ եմ, որ հենց Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում է կազմակերպվել։ Ես մասնագիտությամբ աստղաֆիզիկոս եմ։ Եկել եմ լսելու, ներգրավելու, համայնքի հետ աշխատելու։ Գիտեմ, որ նոր բաներ եմ սովորելու։ Հուսով եմ ապագայում էլ կշարունակվի գործակցությունը TED-ի եւ Հայագիտության ինստիտուտի միջև։ TEDx Little Armenia-ի առաջին միջոցառմանը երկար են պատրաստվել, ասում են կազմակերպիչները։ Երկար ընտրել մասնակիցներին, թեմաներն ու գտել ամերիկահայության բազմաշերտությունն ու բազմազանությունն արտացոլող խորագիր հիբրիդային ինքնություն։ Ինձ համար հետեւյալ սկզբունքները կային, որ հետաքրքիր նոր բացառիկ ասելիք ունենան, հաճախ համայնքին շատ անծանոթ դեմքեր, կամ եթե համայնքը ծանոթ է, լրիվ նոր լույսով մատուցել, նորարարություն բերել։ Ամեն ինչ ուղղված է մարդապաշտպանությանը, ընդհանրապես հյումանիզմի տարածմանը, նորարարությանը եւ նաեւ մեր հայկական, գիտեք, ինքնության տրանսֆորմացիային եւ նաեւ վերջի ընդունելուն, որովհետեւ մենք շատ տարբեր արդեն տեսակներ ունենք եւ հաշտություն կնքելու ժամանակն է, այլևս ժամանակ չունենք ասելու ով է լավը, ով է վատը, պետք է միասնական լինենք եւ այդպես առաջ շարժվենք։ TEDx Little Armenia-ի առաջին միջոցառման բանախոսները ներկայացնում էին տարբեր ոլորտներ, նոր տեխնոլոգիաներից մինչև ֆիլմ արտադրություն։ Կային եւ համայնքին անհայտ եւ արդեն աշխարհին հայտնի անուններ։ Մեծանալով Ամերիկայի համայնքում իմ երազանքներ մուտք գործել կինոարտադրության ոլորտ, հասկանում էի, որ դրա համար անհրաժեշտ են կապեր, ռեսուրսներ ու գիտելիքներ, իսկ մենք այդ ամենը չունենք, քանի որ այդ ժամանակ գոնե Ամերիկայում շատ հայեր չկային կինոյի ոլորտում։ Դրա փոխարեն ես հաճույքի համար սկսեցի ֆիլմ նկարել իմ ընտանիքի մասին եւ այդ ֆիլմը դարձավ ճանաչված ու սիրված Ամերիկայի համայնքում։ Այդ ժամանակ էլ ես գիտակցեցի, որ միշտ եմ ունեցել կապերը, ռեսուրսներն ու գիտելիքը ու դա մեր մարդիկ են, ու այսօր ես խոսելու եմ այդ ճանապարհի մասին բոլորի համար։ TEDx Little Armenia-ի առաջին միջոցառման բանախոսների ելույթները շուտով հասանելի կլինեն համացանցում։ Կազմակերպիչներն ասում են, դեմ չեն այլ հայկական համայնքներում էլ ծրագիրը տարածելու գաղափարին, հատկապես իրենց բնորոշմամբ ամենամեծ ու բարդ համայնքում հաջողելուց հետո։ Լիլիթ Ցետրակյան, Գարեգին Վարդանյան, Լուրեր, Միացյալ Նահանգներ։